Պարոն նախագահ, բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեզանից հարցնեմ, ինչու չստացվեց ընդունվի Արցախը Հայաստանի կազմի մեջ, եւ երկրորդ հարց, դուք դառնում եք նախագահ, ես չեմ էլ կասկածում, մենք մնալու ենք բազմաբևեռ, թե ինչ-որ մի ուղղություն ենք վերցնելու, Զապադ Եվրոպա или Ռոսիա, թե լինելու ենք նույն ձևի բազմաբևեռն ենք մնալու։ Նայեք, Կիևստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետեւ այդ հռչակելը կնշանակեր մեկ բան. բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ Այս կազուս բելի կոչեցել։ Եվ նայեք, եւ մենք այդ բանակցությունները ես չեմ կասկածում, որ արդյունքում մենք կբերեինք մեր ցանկացած տարբերակին։ Ավելի ասենց պարզ ասեմ, մենք կոնցեպտը հետեւյալն էր. անվտանգային համակարգերը ունենալ միասնական, ասենց երկու պետություն, մեկ բանակ ըստ էության, երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ։ Եվ բանակցել եւ արդեն ժամանակի մեջ այդ խնդրի լուծումը տալ եւ նման օրինակներ կար, եթե դուք նայեք օրինակ Արևելյան Տիմորի պատմությունը, նայեք Էրիտրեայի պատմությունը, մի բան է պետք. հետևողական աշխատանք եւ ճիշտ քայլեր։ Հիմա ինչ արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ինչ որ բան այնք հաղորդել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Մենք հենց ինչ որ դուք ասում եք, չենք արել հենց դրա պատճառով, որ նման խնդիրներ չունենանք 94 թվին, 7 թվին, 2000, 2008, հենց դա է։ Սա անպատասխանատվության ծայրահեղ, ավելի շատ, ասենց ասեմ, տգիտության, հիմարության բաներ, կիրառումներ ուղղակի։ Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա։ Ֆրանսիայի դեմս Ֆրանսիա Եվրոմիություն։ Եվ խնդիրները Հայաստանը ունեցավ այն ժամանակ, երբ այս երեակին մերժեց։ Պաստորը Նիկոլ Փաշինյանը ասաց ինձանից ինչ եք ուզում, գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Սենց էր ասում, չէ՞։ Գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք։ Ինչա մեր խելքը չէր կտրում էր, բայց դու չպետք է հատկապես երբ արդեն ռազմական բալանսը ինչ որտեղ խախտվել էր, դու չպետք է այդպիսի քայլ անես, դա պրովոկացիա էր, որը բերեց չափազանց ծանր հետևանքների։ Հենց որ մենք հայտարարեինք Ղարաբաղը որպես Հայաստանի կազմ, մենք կշեղվեինք, մենք այս խնդրի լուծումը կբերեինք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ։ Բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով։ Եվ սա մեր ուժն էր։ Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը ենթադրվում է, որ դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի ճանաչվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում։ Եվ մադրիդյան սկզբունքները դրա մասին է։ Միջազգային հանրությունը ասում է, ուղղակի այդ սկզբունքներով ասում է հետևյալը. դուք ինքնորոշվել եք, դուք process-ի մեջ եք, մենք հետևում ենք, մենք մասնակցում ենք այդ process-ին եւ որոշակի խնդիրների լուծելու պարագայում հանրաքվեով դուք կվերահաստատեք ձեր ընտրությունը։ Չէ, սա է, մադրիդյան սկզբունքները, որ կարդում ես, հենց սրա մասին է։ Ինչ հարցեր կային, պրոբլեմային, որ մենք ունեինք անվտանգության գոտի Ղարաբաղի շուրջ։ Եվ ստե հարցը հետևյալն է, դու այդ անվտանգության գոտից հրաժարվում ես, հետո ես հարցը կարգավորում, բայց հենց հրաժարվում ես, դու պրոբլեմ ես ունենում անվտանգային։ Դրա համար այդ հարցերը իրար հետ կապվում էին։ Եվ ես չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնեինք, եթե չլներ այն ավանտյուրիզմը ուղղակի,
որը դրսևորվեց 18-19 թվականներին։ Հիշում եք, ես նույնիսկ կիրառեց տերմիններ ինքը իրեն համարեց, որ sense բանը ինչ որ Ռեմբոյա միջազգային, վերջը գլխին տվին գիքոր դառավ։ Չէ, սա է։ Բայց գլխին տվին, իրեն գլխին տվին, ինքը գիքոր դառավ, բայց ժողովուրդն էլ կաղնեց ծանրագույն վիճակում։ Եվ իր ավանտյուրիզմի պատճառով 5000 զոհ, 11000-ից ավել վիրավոր։ Հիմա ասում են 5000 չի քիչ է։ Հարապարակեք թվերը, որ մենք ճշգրիտ այն թիվը օգտագործենք, որը կլինի այդ հրապարակման մեջ, անուն, ազգանուն, ով է զոհվածը, որ գյուղից է, որ քաղաքից է։ Ձեր երկրորդ հարցը հետևյալն է, չէ՞, մնագավեկտորնս ընդհանրապես փոքր պետությունների համար անվտանգային հարցը երևի համար մեկ հարցն է, բայց նաև փոքր պետությունը չի կարող իզոլացվել եւ ասել ես մենակ եմ ոչ մեկի հետ գործ չունեմ։ Ուրեմն այստեղ պետք է իսկապես կիրառվի այն մոդելը, որը բավական երկար ժամանակ ինքը հաջողված մոդել էր։ Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով, ռազմաքաղաքական գործընկերության նաև միջոցով, բայց հարաբերվել եւ կոնկրետ լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ եւ այդպես ենք անում։ Եվ այդ մոդելը ոչ մեկի մոտ խնդիրներ չէր առաջացնում։ Նույնիսկ Միացյալ Նահանգները բավական sense մեղ վերաբերվում մեր հարաբերությունների նկատմամբ Իրանի հետ։ Լրջագույն սանկցիաների պարագայում մենք Իրանի հետ ունեինք փայլուն հարաբերություններ, էներգետիկ ոլորտում ծրագրեր էինք իրականացնում եւ երբևէ Միացյալ Նահանգների կողմից որևէ պատժամիջոցների չենք ենթարկվել, որովհետեւ մենք հիմնավորում էինք, թե ինչի ենք մենք սա անում։ Ես տեսնում եմ այդ կոմպլեմենտար քաղաքականության կիրառումը նաև ապագայում։ Եվ երբեք նաև մեր այս քաղաքականությունը լարվածություն չէր ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև մենք ակեղծ էինք։ Մենք ասում ենք այս ոլորտում մենք միասին ենք, բայց սա չի նշանակում, որ դու ուրիշների հետ չպետք է հարաբերություններ ունենաս։ Այդ ձևով սև ու սպիտակի այդ հարաբերությունները չի վերածվել երբեք։ Մենք փայլուն հարաբերություններ ենք ունեցել Եվրոմիության հետ եւ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ։ Եվ իդեպ նաեւ Միացյալ Նահանգների կողմից երևի Իսրայելից հետո երկրորդ երկիրն էինք Միացյալ Նահանգների այդ հումանիտար աջակցության ծրագրերի ծավալով։ Սա ինչ որ բան ասում էր, չէ՞։ Մենք նաև ներգրաված ենք եղել հազարամյակների մարտահրավերներ ծրագրի մեջ։ Սա ի՞նչ է նշանակում։ Կա այդ հնարավորությունը, հմտություն է պետք։ Իսկ եթե դու քեզ գժի տեղ ես դնում ինչ որ բաների համար, վերջում ստանում ես այն, ինչ ստացել ենք։ Վերջը գժի տեղ դնելու համար կամ պիտի այնքան թափ ունեն ասել, որ սա ասեն ես գժի հետ գործ չունենք։ Հերո մի քիչ մտածենք, եթե թափը չունենք, դու այն վեր ասում ես, sense իքի բիր բանով sense քեզ գժի տեղ դնում, մեկն էլ գլխի տալով,